Հրապարակ թերթը գրում է. ՔՊՄ աղբյուրները պատմում են, որ Նիկոլ Փաշինյանը աննկարագրելի մանրաշի մեջ է ընկել Երևանյան վերջին քարոզարշավից հետո եւ քաղաքացիների բացահայտ բոյկոտին ու բացասական վերաբերմունքին արժանանալուց հետո թիմում հիմա քննարկում են իրենց առաջիկա քայլերը, մասնավորապես քավության նոխազ են դարձրել Երևանի քաղաքապետին Տիգրան Ավինյանին, թե նրա վատ աշխատանքի հետևանքն է, որ Երևանն իրենց մերժում է։ Ժողովուրդ թերթը գրում է. Երբ Նիկոլ Փաշինյանը դեռ խմբագիր էր, թերևս լավ գիտեր տպագիր մամուլը միայն լրատվամիջոց չէ, այլ նաև ինստիտուտ հանրային վերահսկողության, կարծիքների բախման, արխիվի, քաղաքական հիշողության, բայց այսօր արդեն վարչապետի կարգավիճակում հենց նրա իշխանությունն է հերթական հարվածը հասցնում տպագիր մամուլին, այն էլ ոչ թե շուկայական մրցակցության, այլև օրենսդրական միջամտության միջոցով։ Ժողովուրդ թերթը տեղեկացավ, որ մարտի 25-ին ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած ինտերնետ հրապարակային եւ անհատական ծանուցման մասին եւ գիծ օրենքներում փոփոխությունների փաթեթը, որում առաջարկվում է հանել ծանուցումներն ու այլ փաստաթղթային հրապարակումները տպագիր մամուլում պարտադիր հրապարակելու պահանջը, այն փոխարինելով ազդարարային պաշտոնական կայքում կամ համապատասխան կազմակերպության ինտերնետային էջում հրապարակմամբ։ Փաստ թերթը գրում է. Օրերս Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե զենքի ցուցադրություն է ուզում կազմակերպել, շատ է խոսվում զենքերի հետ կապված։ Եկանք եզրակացության, որ սպառազինությունը բոլորին պետք է ցույց տանք, հրապարակային ցույց տանք, որ մեր քաղաքացիները տեսնեն, թե ինչի մասին է խոսքը, ասել է նա, եւ նույն ժամանակ շտապել է հայտարարել, թե հույս ունենք, որ մեր հարևանները դա չեն ընկալի որպես ագրեսիվության ցուցադրություն։ Ժողովրդին հաշվետվություն ենք ներկայացնում։ Նախընտրական, էլի։ Հրապարակ թերթը գրում է. Ներկուսակսական քարոզարշավի անվան տակ վերջին շաբաթներին մարզերում գաստրոլների դուրս եկած քպականները պարզվում է ամենաշատը տպավորված են Գեղարքունիքի մարզի ընդունելությունից։ Մեզ ասացին, որ իրենք չեն էլ սպասել նման ջերմ ու մարդաշատ ընդունելություն, հաշվի առնելով, որ պատերազմից հետո ադրբեջանական զորքերը օկուպացրել են մարզի որոշ դիրքեր, սոտքի հանքի աշխատանքները կաթվածահար են արել եւ թշնամին էլ ամբողջ օրը խոսում է Գյոյչայի, Սևանի, Ափինի հանգրվանելու մասին։ Փոխարեն ըստ մեր Ցակցի խայտարակված վերաբերմունքի են արժանացել Լոռու մարզում, մինչդեռ մարզպետ Արեն Մկրտչյանը ուրախ ավտոբուսով ուղևորներից է եւ ներքպական քվեարկության ժամանակ ամենաշատ ձայներ ստացած մարզպետն է՝ մոտ 500 ձայն։ Հրապարակ թերթը գրում է. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ակտիվ քաղաքական գործունեությամբ է զբաղված, նա զբաղված է ՔՊ-ի համար ՔՎՆ-ը ապահովելով։ Պարզվում է բռնի տեղահանությունից հետո բանակում ծառայության անցած եւ իբր իշխանության բարի կամքի դրսեւորում հրատապ կարգով ՀՀ քաղաքացիություն ստացած ու ԲՆԻ-ում աշխատանքի տեղավորված արցախցիների ընտանիքների մի մասը մինչ օրս ՀՀ քաղաքացիություն չի ստացել։ Մեր աղբյուրները ասում են, որ այժմ կանչում են նման զինծառայողների ու հետաքրքրվում, եթե ընտանիքի անդամները մինչ օրս ՀՀ քաղաքացի չեն, ապա տվյալ ծառայողը կազատվի պաշտոնից։ Ավելին իմանալու համար հետևեք Պանորամայինին եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։